Շնորհակալություն, պարոն վարչապետ, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ մինչև հունիսի 7-ը ներառյալ մենք ականատես եղանք Հայաստանի պատմության մեջ երևի ամենամասշտաբային հանցավորության դրսևորմանը, հազարավոր մարդիկ ընդգրկված էին ընտրակաշառք բաժանելու, կազմակերպելու, միջնորդելու եւ ստանալու process-ների մեջ եւ մասշտաբները այնպիսին էին, որ այդ հանցավորության վիճակը արդեն սպառնում էր մեր ազգային պետական անվտանգությանը։ Թյուր կարծիք կա, որ ընտրությունների ավարտից հետո նպատակահարմարությունը փոխվել է արդեն այդ հանցագործությունների հետևից գնալ եւ բացահայտել եւ ինչպես ես եւ բազմաթիվ քաղաքացիներ ուզում են վստահություն ունենալ, որ այդ դեպքերի բացահայտումների ուղղությամբ միջոցառումները չեն թուլացել եւ չեն թուլանա եւ մինչեւ վերջ գնալու ենք դրա հետևից եւ փորձենք մաքսիմում բացահայտումներ իրականացնել։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ասենք կառավարությունը իր օպերատիվ կառույցներով դրա հետևից կարա գնա եւ միանշանակ կգնա միջև վերջ։ Բայց մեր միջև վերջ գնալը կոպիտ ասած միջև դատաիրավական համակարգի դուռն է։ Դրանից ավել չենք կարա մենք գնանք, հասկանում եք։ Չենք կարա, այդ եմ ասում։ Չենք կարա գնանք դրանից առաջ։ Եվ մենք պետք է ժողովրդի եւ պետության ուղերձը հստակ հղենք, որ ընտրակեղծ արարությունը հանցանք է լուրջ, ոչ թե ձև ենք անում, այն ժամանակ մենք այդ օրենսդրությունը ընդունել ենք ժամանակին, որ եվրոպական կառույցներին բան ասենք, տեսեք, դե բան ենք արել, ծիճկա ենք դրել, ընդունել ենք։ Մենք դրա համար չենք, մենք պետք է ուղերձ հղենք, որ հումոր չի ընտրակաշառքի հետ կապված, դա հանցագործություն է։ Բայց էլի եմ ասում, մենք ինչքան էլ գնանք, մինչև դատաիրավական համակարգի դուռը, դրան շեմը կարանք գնանք, շեմից չենք կարա մենք ներս մտնենք, որովհետև այդ դեպքում արդեն կլինի իշխանության տարանջատման սկզբունքի խախտում, չենք կարա, սահմանադրական արգելք ունենք։ Եվ նաև ուրիշ խնդիր ունենք, հասկանում եք, ես չեմ հասկանում, Հայաստանում իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Ոնց կարան դատավորները ընտրեն բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Ում տված իշխանությամբ իրանք ընտրեն երկրի բարձրագույն պաշտոնյա։ Չկա տենց բան։ Դա ընդհանուր մեր սահմանադրության մեջ չնայած գրած է, բայց իմ կարծիքով հակասահմանադրական է եւ հակասում է իշխանությունը ժողովրդին պատկանելու սկզբունքին։ Այսինքն որևէ մեկին իշխանություն կամ կարա ընտրի ժողովուրդը կամ ժողովրդին ընտրած մարմինը ոնց կարա այլ մեխանիզմ գոյություն ունենա, հասկանում եք, չի կար, եւ ստեղ պրոբլեմ կա, այդ պրոբլեմը պետք է լուծի, այդ պրոբլեմ լուծելու մի ձև կա, նոր սահմանադրության ընդունում, ուրիշ ձև չկա այդ խնդրի լուծման։ Եվ ես տենց եմ պատկերացնում, երդվյալ ատենակալները, ես առիթ ունեցա ասելու, այն ժամանակ, երբ որ քննարկում էր, ինմիջիալից կար ժամանակին սահմանադրության մեջ այդ ձևակերպումը, հանեցին եւ այդ ինստիտուտը չներդրվեց, թե գիտեք Հայաստանում խնամի ծանոթ բարեկամ կապերը ուժեղ են, Բա երդվյալ ատենակալի նկատմամբ այդ չհասկացա, դատավորները Հայաստանից չեն, բայց ոնց է երդվյալ ատենակալի նկատմամբ այդ խնամի ծանոթ բարեկան համակարգը ազդելու, դատավորի վրա չի ազդելու, դատախազի վրա չի ազդելու, քննիչի վրա չի ազդելու, ոստիկանության բանի օպեր աշխատակցի վրա չի ազդելու, հետևաբար բոլորը կան, բոլորին կարելի է լինել խնամի ծանոթ բարեկամ ազդեցության տակ ժողովրդին հանում ենք դուրս, որ հանկարծ խնամի ծանոթ բարեկամ ազդեցությունը չգործի։ Դա կներեք ճիշտ տրամաբանություն չի։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ելի առիթ եմ ունեցել պաշտպանելու երդվյալ ատենակալների ինստիտուտի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում եւ այս թեմայի վերաբերյալ եթե ասելիք կա, խնդրում շարունակեք։ Ներողություն կներեք, պաստոր։ Ասած եթե ասելիք կա, շարունակ։ Չէ։ Շնորհակալություն։